Լավը պարտանալու բան ունենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը պետք է սարքվեր մեր Հայաստանի Հանրապետությունը պարտանալու տեղ ուներ, իսկ այսօր էդի կային էր, գոնե խնդրում ենք կամ պահանջում ենք, ոնց գա հասկանամ, գոնե բացեն այդ արձանը սարքենք, պրծնենք, դրանից հետո թող գա նորից պահեն, այդքան բան։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչի վերջին չա լինելու ձեզ, ինչ պատվիրություն ունենք։ Կարծում ենք, որ արդարությունը կգտնվի ու րոպեար շուտ կբացվի զավոդը։ Սենց թե չանելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Այսօր արդեն ամսի քանիսն է 17-ն է, կոմունալների ժամանակը կա, վտել կոմունալ ենք ասում։ Վարկերը միանից, բարձրը միանից։ Ես մեկը հաշմանդամ մայր ունեմ, ու մնացածներն էլ ամեն մեկը իր հոգսու ցավը ունի։ Այսօր արդեն մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստանայինք, մեր հարցերը կարգավորենք, բայց մինչև հիմա կոտրած տասրակի առաջ ենք։ Ոչ մեկ չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մենք լուծում տալ էս հարցի շուրջ։ Իմանանք փագում է։ Արդեն ուրիշ բաներ անենք, ուրիշ տեղ գործ մանգանք։ Չի փագում, ուրեմն թողնատորը ասեն խոսքի հետ օրով իմանանք, որ այդ օրով գոնե բացում է, մենք էլ չգիտեմ, կարողանանք արդեն մեր հարցերը կարգավորենք։ Հիմա աշխատավարձը մենք մեր ուրումից ուզենք, մեր ղեկավարությանը ասում ենք, մեր ղեկավարն էլ անորոշ վիճակի մեջ է, չգիտի մեզ ինչ պատասխանի, որովհետև այդ մարդն էլ չգիտի ինքը ինչ անի։ Սենց անելանելի վիճակ է, չգիտենք։ Աստված ջան, եթե փակվի, ոնց դուք ասեցիք, պատրաստում եք այլ գործ գտնենք, հետո այդ որպեսզի ձեր աշխատավայրում Ներկայացնել որ պայքարում։ Դե որ պայքարում ենք, որ գոնե արդարություն լինի, որովհետև մի 6 տարի ես եմ ստե աշխատում, լիքը մարդիկ արդեն 20 տարուց ավելի ստե աշխատում են ու բոլորի համար է ոչ միայն աշխատանքը, ամեն սրտացավանք է, այդքան ստե համագ ունեն, այդքան ստե ստեղծած ունեն, այդքան տանջվել են մի բան ստեղծել են, էլի, դա մի օրում չի կարա էլի գնակորի։ Այ Հիսուս Քրիստոսի հարցանա պետք է կառուցեն, մարդը բարեգործություն է անում, դա փորձում է անի, բայց դա էլ մեզնից կախված է, որտեղ մեր գործանից էր քարերը գնում։ Բայց այն որ խոսքի կարար մեր երկիրը ծաղկի թե զբոսաշրջության թե туриզմի առումով, դա էլ է կանգնած։ Բոլորը այսինքն ցեպոշկով ոնց որ հերթականությամբ գնում է։ Արդեն քանի օր է գնում գալիս եք։ Արդեն 10 օրից ավել է գնում գալիս ենք ու չգիտենք հələ ինչքան կգնանք ու արդեն չգիտենք, էլ չեն կարող ապրենք։ Այսքան ժողովուրդը միշտ լսված է, չգիտեմ որ արդեն չգիտի ինչ անեն։ Հիպոթեկով տուն են վերցնում, մեկը նորացին երեխա ունի, մեկը չգիտեմ 1000-ի հարց ունի, վարկ ունի, պարտք ունի, վարձով եմ ննում։ Որ վարձակալին է հասած, չգիտեմ, թազատար գործ կճարեմ, մի ամսից, 2 ամսից նոր կարողանամ վարձը տամ, ասի հա հարց չկա։ Բոլորն այդ նույն բանին կհանեն մարդկանց տնից, այդ մարդիկ բա ինչ անեն։ Անելանելի վիճակ է, հարցին լուծում է, չէ՞ պետք տալ։ Կխնդրենք ղեկավարությանը երկրես հարցին լուծում տա, մենք ոչ մի բան չենք հակականացնում, ուզում ենք ամեն ինչ օրինական ճանապարհով լինի։ Ոչ ուզում ենք անօրինություններ անենք, ոչ էլ ինչ որ չգիտեմ բունտեր ենք անում կամ չգիտեմ ճանապարհներ ենք փակում կամ ինչ որ բան։ Խաղ ճանապարհով փորձում ենք այս ամեն ինչին գոնե լուծում տանք, էլի, չգիտեմ ոնց կլինի։ Գոնե օրինակ չեն արձագանքել։ Թե որտեղ ուրեմն արդարություն չկա, որ չեն արձագանքել։ Այսքան մարդը ստե գալիս են ամեն օր այն հույսով, որ կարող է իրանց աշխատատեղը բացվի, ու լավ մինչև հիմա չի բացվել։ Չգիտենք ինչ անենք, իրոք չգիտենք ինչ անենք։ Այսօր արդեն ամսի 17-ն է, այս ամսի 20-ին ավտոմատ կերպով հոսանքները անջատվում է։ Լմնացած բաները չեմ ասում, այն վարկեր, մարկերը։ Այդ մարդիկ էլ հետո գնելու են Հարկադիրեսյանին, էլի պետությունը պահանջելու է, որ այդ Հարկադիրը փակվի, ոնց են փակելու։ Սա չի լինի, էլի, այս հարցին պետք է լուծում տվեցվի։ Ոչ տունտունի կա, ոչ էլ բոլորն էստե հասուն մարդիկ են, ընտանիքներ ունեն, երեխեք ունեն։ Այ ոնց է հարցին լուծում տան։ Այ դուք ասացիք, որ արդեն այդպիսի օրինակներ կան, որ զանգել են ասում, վարձի չտա։ Ճիշտ եմ ասում։ Վարձով ավրող մարդիկ են կեսի շատը, զանգել են ասում են, եթե վարձը չփոխանցի, կարաս դա արդեն տունը ազատես, ես ուրիշ մարդ բերեմ, արդեն նստի։ Եմ մարդուն ինչքան բացատրես, 11-րդ օրնա գնեմ գարսեք, ու փագած է զավոդը։ Ինքը չի տեղավորվում, ասում են ինձ էդի կապ չունի, ասում ձեր հիմնարկը խոսքի փագած է, ես էլ այդ գումարը ծախսում եմ ուրիշ բանի վրա, պետք է վարձը տաս, եթե չես տալի տունը ազատի։ Դե ինչքան դες խոսքի ասես։ 15 տարից դա աշխատում եմ, ասես բան չի ելը խոսքի։ Գալիս է ինչ օրը, որ արդեն հիմնարկը փակում եմ, ոչ մի բան չենք ուզում, դու հիմնարկը բացը, մենք էլ գանք մաքուր ակուրատ աշխատենք, մեր գումարը ստանանք, մարդկանց հարցերին կարողանանք լուծենք։ Ոչ մի վարձական ներկայապես խոսում, բայց հեռախոսին զանգա գալի, մի չես կարա մարդուն խոսքի անտեսը զանգում ես, ասում խոսքի գումարը պետք է փոխանցվի։ Մենք էլ էստա հարցեր ունենք լուծելու։ Ումից ուզես այդ գումարը։ Այսօր ոչ մի վարձակալ, ոչ մի պատկատեր մեղավոր չի, որ մեր գործանը փակվել է, մենք է մեղավոր չենք, բայց դա մարդկանց են որ ասում է հերթականությամբ, էս մի հատ ցեպ է։ Մեզնից այդ մարդկանց հարցերն է կախված, բայց դա մենք է պետք է աշխատենք, չէ՞ որ այդ մարդկանց հարցերն է լուծում, մեր հարցերն է լուծվի, առաջնայինը մեր հարցերը։ Հիմա չգիտենք ինչ անենք, այս աշխատավարձի հարցերով օթից կախված է։
Հիմա պահանջում եք գոնե սանսվա աշխատավարձ։ Գոնե սանսվա աշխատավարձը, գոնե աշխատի, մեր աշխատավարձերը փոխանցեն, կարանանք, չգիտեմ, աշխատենք ապրենք, ինչ պարտադիր պետք է եթանք, չգիտեմ, անօրինական քայլերի եթանք գողություն անենք կամ ինչ որ բան անենք մեր տունը պահենք։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում տենց է, սոված մարդը ամեն ինչի էլ պատրաստ է, ամեն ինչի։ Այսօր մեզնից բռնցած լրագրողները երկր յուրաքանչյուր կառույցներով որպես ֆիզիկական յուրաքանչյուր մարդ էլ որ սոված մնաց ամեն ինչի պատրաստ է։ Ուղղակի չենք ուզում էլ են որ ասում անօրինական քայլերի գնանք։ Էդի մի վարքյան բա բանը։ Մի հատ հելենք ստե փողոց փագենք, մի քիչ բունտ անենք, չգիտեմ, ինչ որ մարդկանց խանգարենք, արդեն էդի անօրինականությունա չենք ուզում տենց բաներ անենք։ Խի մեր ձենը չի հասնում, էլի չի հասնում երկրի ղեկավարությանը։ Այսքան մարդ ինչ անեն։ Իրոք չգիտենք ինչ անենք։